Այսօր տոնական, ջերմ, առանձնահատուկ երեկո է, և ես եմ հրավիրվել մեկ գավաթ սուրճի, Պարադիս հոլ ռեստորանային համալիրի գեղեցկուհի հիմնադիր Էմմա Մարգարյանի կողմից։ Նա ոչ միայն հաջողակ գործարար է, այլև ոգեշնչող կին, ով ապացուցել է, որ կանայք կարող են ստեղծել, առաջնորդել, փոխել աշխարհը, սկսելով իրենց իսկ երազանքից։ Բարի երեկո, սիրելի Էմմա։ Բարի երեկո ձեզ, սիրելի Նայիրա։ Ես շատ շնորհակալ եմ, որ այս տոնական օրը դուք ինձ հրավիրեցիք մեկ գավաթ սուրճի, այս ջերմ եւ անչափ գեղեցիկ, անչափ էսթետիկ միջավայր, որովհետեւ հենց դռնից մտնում ես ներս, դու հասկանում ես, որ այստեղ ամեն ինչ արված է շատ սիրով եւ նվիրվածությամբ։ Ես էլ շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ եմ հյուրընկալել իմ ջերմ պատերի ներքո։ Ես այնքան երկար եմ սպասել այս հանդիպմանը, բայց եւ շատ հաճելի է, որ հենց տոնական մարտի 8-ին եղավ հանդիպումը։ Ես ուզում եմ հետ գնալ մանկության ճանապարհով դեպի ձեր երազանքների աշխարհ, հա։ Դուք մանկության ժամանակ ձեր երազանքներում, մանկական խաղերում ձեզ ինչ եք պատկերացնում։ Հա, շատ հետաքրքիր հարց տվեցիք։ Իհարկե, առհասարակ ես այսպես գիտեմ, յուրաքանչյուր երեխա ձևավորվում է մանկությունից, սկսում է ամեն ինչ իր մոտ մանկությունից։ Եղել եմ նախաձեռնող, ակտիվ, միշտ նկատվում էր իմ այդպես պատրաստելը, նորություն ստեղծելը, միշտ թարմություն տալը, հիմնականում դիզայնը, ամեն ինչի մեջ սիրունը տեսնել, անգամ տան խնամքի ժամանակ պարտադիր պետք է միշտ նորությունով, միշտ ինչ-որ թարմությամբ, ինչ-որ դիզայնով, գեղեցիկ դետալով, դա ուրեմն ես էի արել, ուրեմն ես աչքի էի ընկնում հենց այդ մոտեցումով, որ չէ, ինձ մոտ կա այդ էսթետիկ մոտեցումը փոքրուց կար։ Եվ պատահական չէ, որ տարիներ հետո մասնագիտությամբ մանկավարժը պետք է սկսեր զարկ տալ խմորեղենի արտադրությանը։ Այո, քանի որ ես ասացի, որ սիրել եմ պատրաստել, ինչ-որ նորություններ մտածել, միշտ գեղեցիկը նկատել եմ, եւ այնպես եղավ, որ 13 տարի առաջ հիմնադրեցինք արդեն խմորեղենի խանութ արտադրամասը, եւ ուրախություն ինձ շատ սիրվեց, գնահատվեց մեր քաղաքում, ինչու ոչ նաեւ մարզում եւ մարզի սահմաններից դուրս։ Այդ ամենի եւ ներդրող եւ արարող, ստեղծող, պատրաստող նաեւ ես սկսեցի։ Դա էլ գնահատվեց, ինչպես ասեցի, արդեն 7 տարի այդ գործունեությունը ծավալելուց հետո կրկին հասկացա, որ չէ, ավելին եմ կամենում։ Նախաձեռնող տեսակ եք, չէ՞։ Այո, նախաձեռնող տեսակ եմ եւ ու շատ մաքսիմալիստ։ Նախ կարող եմ նախաձեռնել եւ ուղղակի որոշակի ինչ-որ իր պատկերացմամբ նախաձեռնի եւ շատ գոհնակ իրեն զգա իր նախաձեռնածից, բայց ցավոք ես նախաձեռնող եմ, ես ձգտում եմ, ասենք որոշում եմ ինչ-որ մի գործողություն, հա, ինչ-որ մի նոր իրավիճակ ստեղծել, բայց դա ցավոք շատ շուտ չեմ բավարարվում, մաքսիմալ ձգտում եմ, որ ավելին անել, չբավարարվող, այո, շատ դժվար է այդ ով ինձ համար, որովհետև միայն նախաձեռնել, արագ անել գործը եւ վերջացնել, գտնել, որ դա լավ է, ոչ, ես միշտ գտնում եմ դեռ կա տեղ անելու։ Երբ որ ես իմ արածից, իմ այսպես կազմակերպածից գոհ եմ, ուրեմն վստահ եմ, արդեն մեր բիզնես միջավայրին ով որ վստահել է, պատվիրատուն արդեն այս դեպքում միանշանակ գոհ է լինելու։ Ու դրա համար այս տարիների վստահությունը բերեց նրան, որ արդեն ինձ իմանալով իմ քաղաքը կամ իմ այսպես բիզնես միջավայրի վստահողները, որ կլինի Էմմա ջան, ոնց դուք ճիշտ եք գտնում, այդպես արեք։ Բերեց հասավ դրան, իմ այդ պահանջկոտ տեսակը այդ անվերապահ վստահություն։ Այո, բերեց հասցրեց այդ ամենին, որ արդեն ինձ տարբերվող վստահում են։ Որի համար շնորհակալ եմ։ Բայց նաև շատ պարտավորեցնող է, չէ, այդ անվերապահ վստահությունը դիմացին։ Այո, երբ որ ասում են ոնց դուք ճիշտ կգտնեք, դա ինձ էլ ավելի է այսպես պարտավորեցնող դարձնում, որովհետև
արդեն մարդը գերվստահություն է տալի քեզ։ Իսկ պետք է այնպես անես, որ ոչ մի թերություն չունի այդ իրավիճակում, այդ կազմակերպվածը թե միջոցառման մեջ, թե արտադրության մեջ։ Երբ արդեն դուք ասել եք խմորեղենի, արտադրամաս խանութում ձեր ասած ձեր հաջողության գագաթնակետին, ինչու առաջացավ անհրաժեշտություն մեկ այլ բիզնես հիմնելու, ոչ թե դա ընդլայնելու, ոչ թե ասենք Երևանում մասնաճյուղեր բացելու։ Ինչքան թե սիրել եմ խմորեղեն պատրաստել, նորարարություններ, բայց չափից դուրս սիրում եմ ճաշակով այսպես սեղանի հարդարանք, ուտեստների մատուցում, էսթետիկ վիճակ, այն որ դա իմ այդ պատանեկությունից է եկել, իմ ծնողի տանը, թե իմ ամուսնու արդեն այսօրվա արդեն իմ անձնապես ընտանիքում, երբ որ ես սեղան եմ պատրաստել, բացառապես այդ սեղանը եղել է պարտադիր դանակ պատարակախով, բյուրեղապակյա բաժակով, միշտ էսթետ սիրուն վիճակով են եւ սնվել իմ ընտանիքը եւ իմ հայրական ընտանիքը։ Դա իմ միջից ի վերուստ եղել է այդպես, որ ուտել ճաշակով ու համեղ, կարևոր չի այդ պահին ինչ լեցուն է սեղանը, բայց էսթետ մատուցվի, սիրուն նստես եւ վայելես քո ճաշը, թե ընթրիքը, թե նախաճաշը։ Այդ ամենը իմն է եղել, ես վստահ էի մի 10 անգամ ավելի լավ ռեստորանային բիզնեսի մեջ ինձ կգտնեի։ Եվ փառք Աստծո, ավելի թող սպասի մեր արմավիրը, մեզ վստահողները, բայց ստացվեց եւ գնահատվեց։ Եվ այսօր էլ այն որ ինչը որ պատկերացնում էին տանը, որ կամենում էի իմ ընտանիքը սիրուն սնվի, հիմա էլ ավելի ոգևորությամբ, էլ ավելի նորարարությամբ, էլ ավելի տարբերվող իմ ռեստորանային բիզնեսում մատուցվում է սեղանի, այսպես թե որակյալ սնունդը, թե էսթետիկ մոտեցումը, թե դրված ձևը, այն մշակույթի մոտեցմամբ անգամ չեմ պատս գա այդ բառը ասեմ, կարծես արվեստ լինի սեղանը։ Դա համատեղ իմ լավ թիմի, իմ խորհրդական թիմի հետ, բայց բացառապես դա ես ված չեմ զգա այս խոսքը ասել, որ իմ նախաձեռնությամբ, իմ գլխավորությամբ, իմ թիմի հետ միասին, որտեղ բազմիցս եմ կրկնվել, որ այո, ցանկացած լավ գործարարի թիկունքին պետք է լինի լավ թիմ, որը որ այդ թիմի հետ միասին տարբերվող ու սիրուն ձեռագրով ճանապարհ կերտել ու առաջ գնալ։ Շատ լավ, թիմին մենք դեռ կանդրադառնանք, բայց սկսենք ամենասկզբից։ Ինչպես ընտրվեց անունը։ 13 տարի առաջ է ընտրվել, ոչ թե ռեստորանի դեպքում, որովհետև մեր Paradise Dessert-ը հենց կնքել ենք խմորեղենի արտադրությանը։ Եվ քանի որ դա արդեն սիրվել էր, բարի համբավ էր ձեռք բերել, եւ շատ փնտրտուքի մեջ էինք 7 տարի առաջ ինչ կնքենք հոլի անունը։ Մի քանի տարբեր քննարկումներից հետո նաեւ ընկերները, հարազատ մարդիկ, որ դուք արդեն իսկ ինչու ոչ նաեւ խմորեղենի արտադրամասի հաճախորդները, որ սրանից լավ անուն, դուք արդեն սրանով գիտեն ձեզ, սրանով արդեն ձեր բարի համբավը կա։ Եվ այո, պատահական չէր, որ մենք այդ բարի համբավով, այդ խմորեղենի արտադրամասի անվան ներքո այս բիզնեսը 11 միջոցառում ամրագրված բացումն արել է։ Ինչ եք ասում։ Այո, բացումը բացառապես ոչ մի միջոցառում, ոչ մի գովաստ, ոչ մի այսպես ասած հատուկ այսօրվա այսպես ժամանակակից ռոլիկներ, ոչինչ չի արվել։ Միանշանակ վստահությամբ, ինչ եթե մեր ընտանիքիններ, մենք ենք նախաձեռնել այս ներդրումը, վստահել են մեզ 11 միջոցառում եւ մենք այդ քանակով պատրաստի մենյուով մեր թիմի դիմաց դրել ենք եւ միասին սկսել ենք աշխատանքը նախաձեռնել եւ միջոցառումներ սպասարկել։ Եվ շատ հաճելի է, որ Paradise-ը արդեն ոչ միայն բրենդ է Արմավիր քաղաքում, այլ նաև Հայաստանում, որովհետև Երևանում էլ բազմաթիվ անգամներ ես լսել եմ այս անունը, որը խորհրդանշում է բարձր որակ եւ վստահություն։ Շնորհակալ եմ եւ իսկապես մեր եւ խմորեղենի եւ
ռեստորանային համալիրի անունը յուրախություն մեզ մեր մարզի սահմաններից էլ դուրս եկավ եւ քաղաք Երևանից ենք շատ ամրագրումներ անում եւ անգամ քանի որ մենք մոտ ենք Արագածոտը, Շիրակի դաշտավայր, այսպես մեջտեղում ենք ընկնում եւ աշխարհագրական դիրքով նաեւ մեզ վստահում են այդ մարզերից եւ ուրախ ենք որ մենք էլ շատ ջանք ու երանց ենք խնայում որ տարբերվող ու ավելի գնահատված մարկանց ճանապարհ ենք։ Դուք մի քանի անգամ ասացիք թիմը։ Այ թիմը ինչպես հավաքեցիք, հոլի մասին է խոսքը եւ ինչ առաջադրանքներ եք տալիս իրենց, ինչ է դրված իրենց առջեւ, այ ձեր կարեւորագույն սկզբունքների աշխատանքում։ Շատ դժվար է թիմ հավաքագրել, հատկապես մարզում։ Մարզերում բոլոր գործարար աշխարհի մարդիկ կհավաստեն, որ Երևանում ավելի հեշտ է աշխատուժի հարցը, քան մարզերում։ Ես հասկացա այսպես, որ նախ կրկին իմ տարիների փորձով 13 տարվա որպես գործունեություն ծավալող մարդ, իմ տեսակը չի կարող ուղղակի թեպետ հրաշալի խոհարար թե հրուշակագործ լինի իր որակներով, ինչքան է որ ես բիզնես մտածելակերպ ունեմ, բայց վատ մարդու հետ աշխատեմ։ Պետք է ընտրեմ լավ մարդ, այդ լավ մարդուց ընթացքում բերել լավ աշխատողի։ Ստանալ լավ աշխատող։ Այո, իմ կողքը պետք է լինի բարի, աշխատասեր, չստող, գործը հարգող եւ գործի նվիրվող մարդիկ։ Ես բնականաբար պահանջկոտ եմ աշխատողի, բայց նաեւ դրա հետ մեկտեղ արդարացված պահանջկոտ եմ եւ նաեւ եթե ինչ-որ մի բան էլ նկատողություն եմ անում, երբեք հենց այնպես չեմ անում։ Դա ուրեմն կրկնում եմ արդարացված է եւ նրանք գիտեն եւ իմ նկատողությունն է արդարացված եւ իմ գնահատականն էլ իրենց հաստատ ի սրտե է եւ պետք է մեծարվում են, գնահատվում են։ Դուք խիստ ղեկավար եք։ Այո, խիստ եմ եւ պահանջկոտ եմ, բայց դրա հետ մեկտեղ շատ նաեւ առանձին վերցրած թևեր տվող եւ գնահատող իմ աշխատողին։ Իմ աշխատողը իմ, այսպես ասած, հովանու ներքո հանգիստ է, նա ապահով է։ Ես ունեմ նաեւ իմ աշխատողին պաշտպանելու, գնահատելու, այսպես ունակություն, թե տրամադրվածություն, այդպեսին է։ Ինձ հետաքրքիր է, թե որն է ձեր գլխավոր խաղաքարտը։ Դա սպասարկումն է, դա մթնոլորտն է, միջավայրը, թե խոհանոցը, ճաշացանկը։ Չկա մի կետ, որ ասես, թե մի փոքր, այսպես քիչ ուշադրություն դարձնես, քիչ կարևորություն տաս եւ դա նորմալ կլինի, դա ոչինչ կանցնի, այդ հատվածը լավ կլինի։ Ոչ, այս ոլորտը եթե կամենում ես հաջողությամբ պսակվի եւ միշտ աշխատանքի բարի համբավը, գործի որակը, այն տարբերվող են իրավիճակը, այսպես ասեմ, գործի պահպանել ձեռքումդ, ուրեմն պետք է գերուշադիր լինես եւ խանոցին, ճաշացանկին, մաքրությանը, ընդունելությունը պատվիրատուին, այդ մթնոլորտը շատ կարեւոր է, ինչպես էս նաեւ այդ ընդունում հաճախորդին։ Բոլոր կետերը շատ կարեւոր է։ Սպասարկում, խանոց, ընդունելություն եւ մաքրություն։ Ես դա շատ եմ կարեւորել եւ մինչ այսօր փորձել եմ գեր ուշադիր, գեր տարբերվող մատուցել այդ ամենը։ Որքան հաճախ եք դուք լինում այստեղ եւ որքան եք ներգրաված, ասենք ճաշասանկի ստեղծմանը եւ մնացած բոլոր աշխատանքների մեջ։ Բայց երևի հարցը, որը հիմա այսպես տվեցիք, պետք է երևի ասենք, թե դուք երբ չեք լինում այստեղ։ Իմ երկու այս պահին բիզնես միջավայրներում էլ ես գրեթե դեսերտում ամենօրյա ռեժիմով հսկողությունը կա, բայց առավոտից երեկո հսկողությամբ, այսպես իմ մոտեցմամբ, իմ ճաշացանկին հետևելը, մաքրությանը, ընդհանուր համակարգում եմ աշխատանքը ինքս եւ առավոտվանից երեկո այստեղ եմ եւ գերլարված, գրեթե չասեմ թե բացման տարվա այդ օրերի նման, բայց այնքան է պատասխանատվությունս բարձր, որ գրեթե նույն լարվածությամբ ես ամեն օրը սկսում եմ։ Որտեւ ամեն օր մարդը իր կյանքի այնպիսի կարևոր հատկապես հարցանի կնունքները, այնպիսի կարևոր միջոցառումներ են նշում, որոնք որ չի կրկնվելու այլևս։ Պետք է այնպես անցկացնես, որ ոչ մի խնդիր չառաջացնես մարդկանց համար եւ ոչ մի լարվածություն չտաս, որ տոն դարձնես իրենց օրը։ Նախ սիրով եմ գալի, սիրով եմ իմ գործը անում եւ նաեւ
մի հավելում էլ ասեմ, տարբերակ չունեմ նաև չգալու։ Եթե անգամ հիմա այնպիսի թիմ ունեմ թիկունքումս, որ չլինեմ էլ, վստահ եմ շատ սիրուն կանցկացնեն երեկոն, որովհետև արդեն տարիներով 80%-ը իմ կողքն է, արդեն իմ ձեռագիրը, իմ խոսքը, որ ասում է, որ թե իրար աչքերի մեջ պետք է նայեն, այլ մի ուղղությամբ, արդեն իմ թիմը իմ ուղղությամբ նայում է այդ մի ուղղությամբ, որտեղ ես եմ նայում, որի համար շնորհակալ եմ անչափ, բայց մեր քաղաքը, մեր պատվիրատուները, իմ արմավիրցիները, երբ որ չեն տեսնում ինձ ռեստորանում, Պարտադիր պետք է գրեն, դուք ուշ եք գալու, դուք այստեղ չեք, Էմա ջան կգաք, բայց եւ սովոր են արդեն, որ պետք է, եթե կա Էմա, այդ մի քիչ թող ոնց որ ասած կստացվի թե ինձ եմ գովում, բայց դա այսպես ժամանակի ընթացքում եկած SMS-ներից, զանգերից է դա, որ եթե ես այստեղ եմ, իրենք հանգիստ են, եթե Էման պատերի մեջ է, եթե Էման համակարգում է աշխատանքը, արդեն պատվիրատուն գիտի, որ ամեն ինչ պետք է իրենց սրտով մի բան էլ այսպես սպասվածից լավը լինի։ Բնականաբար առաջինը հենց ձեզ էլ պատվիրատուն հանդիպում է եւ բնականաբար վերջում էլ ձեզ տեսնում է։ Այո։ Այ զգացողությունը, երբ որպես կանոն վերջում լինում են շնորհակալության խոսքերը։ Այո, շատ, անչափ շատ, շնորհակալության խոսքեր միշտ տարբերվող ձևով եւ ընդունում եմ եւ ճանապարհում եմ, անչափ երջանիկ հոգեվիճակ է, երբ որ արած այդ գործը գնահատվում է, գիտեի այս գործի մեջ հաջողություն կունենայի, որովհետեւ ի վերուստ կա իմ մեջ այս ամենը, բայց անկեղծ ասեմ, չէի սպասում այսչափ գնահատված, այսչափ իմ քաղաքում մեծարված թող այսպես շատ ամպագորգոր չի բարես եւ իմ անձը եւ իմ արած գործը։ Խմորեղենի արտադրամաս խանութում, կաֆետերիայում էլ ցանկացած դեսերտ, մինչև ցուցափեղ քասնելը, էլի ձեր հայացքի, ձեր ձեռքերի միջով է անցնում։ Այո, պարտադիր է դա, ես եւ կտրվածները եւ բաղադրությունները, քանի որ այդ հիմնադիրը ես եմ որպես հրուշակագործ, նաեւ սովորել եմ վերապատրաստվել, ունեմ հետարքիր քիմքի համ, որ բաղադրություններ կա, որ ես եմ ստեղծել։ Անգամ կարող եմ շատ համեղ ինչ-որ միտեղ դեսերտ ճաշակել եւ հասկանալ համը, փորձել եւ հորինել դա, ստեղծել խմորեղեն։ Եվ դրա համար ստացվել է եւ համտեսումը, եւ կտրվածքի ձևը, եւ արդեն այդ բաղադրության որոշումը, ընտրությունը իմն է։ Քանի որ գլխավոր հրուշակագործ այնտեղ չունեմ, բայց ունեմ լավ թիմ։ Բրավո։ Առաջին հարսանիքից դե ձեզ մոտ դա առաջին օրը 11-ն է եղել, մինչև այս հաջողությունը, հա։ Այդ ճանապարհը ինչի միջով է անցել։ Չեմ կարող ասել, թե որ շատ քարքարոտ դժվար ճանապարհ ենք անցել, դժվար սկիզբ է եղել, այս տարիները շատ, այսպես դժվարություններ, այսպես հաղթարելով անցել ենք։ Ուրախություն մեծ, քանի որ ասացի, ի սկզբանե գնահատված ենք մտել այս բիզնես ոլորտ եւ այդ օրվա ժամանակով, այդ օրվա շնչով, պահանջներով եւ սեղանի ճաշացանքը, հա, խանութի մոտեցումը, որակը եւ էսթետիկան եւ ինտերիեր դիզայնը այդ օրով հնարավորինս տվել եմ տարբերվող ու ճաշակով մոտեցում, բայց որ հիմա հետ եմ նայում, թե մենք ինչի ենք բերել հասցրել մեր ռեստորանի մոտեցումը ու զարմանում եմ, ասում սա եմ արել, բայց հետո հասկանում ես, որ չէ, որ այդ ժամանակ էլ դա էր։ Իհարկե ես կարող եմ 5 տարի հետո էլ զարմանամ, թե այսօրվա արածի դրածի համար եմ ես ինձ լավ զգում, բայց չէ, որ պրոգրես ենք ապրում, պետք է ամեն օրվա ամեն փշուրի մանրունքի վրա եմ դողում եւ պետք է այդպես է լինի։ Իհարկե ես չեմ կամենա իմ բիզնես մտածելակերպից, իմ այսպես մոտեցումներից շատ խոսել, դա ոնց որ դա իմն է։ Ես գիտեմ այդ բանաձևը աշխատանքից, բայց ամենակարևորը, որ թող մեծամտություն չնչի, ես այս ոլորտում կարող եմ հանգիստ խղճով ասել, որ թողել եմ հատկապես մեր մարզում կարող եմ ասել ձեռագիր, ասել եմ խոսք, այնքան կարևոր է, երբ որ քո արած դրածը, քո առաջարկը բոլորի համար ուղեցույց է, բոլորի համար այսպես տված օրինակ է,
որ եթե անգամ մի հատ որևիցե մի լոլիկ դու մատուցում ես, ասենք սեղանի էսթետիկայի վրա ինչ որ մի պիալայով, կողքից նայում են, մտածում են դա է երևի հաջողության գրավականը, պարադայսի մենք կրկնվենք։ Հիմնականում ինչու չեմ ասում, որ իմ բիզնես մտածելակերպից չեմ ուզում շատ քննարկել, ինչու, որովհետև անգամ իմ սեղանների գովազդը երբեք չեմ արել։ Սեղաններս ի ցույց չեմ դնում, էսթետիկան չեմ լուսաբանում։ Երբևէ թող մեկը ասի, անգամ դա եմ ես փորձում բարփակված պահել։ Դա միայն իմ պատվիրատուների, իմ հյուրերի համար լինի, ավել գովազդը ավել չէ, բայց ոչ թե միայն պետք է սիրուն եթերային ֆիլտրներ արած տաքուտեսներ ու նախուտեսներ նկարել։ Չգիտեմ, մի հատ գովազդի համար այդ օրը ստացված մի հատ սեղան դնել, ցոցանցերով գովազդ անելը չէ հաջողությունը։ Հաջողությունը այդ 200 հոգուն հիացած, ինչու ոչ նաև զարմացած, տարբերվող համեղ խոհանոցով, լավ սպասարկումով ճանապարհելն է։ Դե գնահատականն էլ չի ուշացել, դուք բազմաթիվ անգամներ գնահատվել եք տարբեր մրցանակաբաշխություններում, ըստ իս ամենակարկառունն ու նշանակալիցը տարիներ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից կառավարության բարձր գնահատականը ձեզ։ Ինձ համար անչափ պարտավորեցնող, անչափ լավ զգալու, այսպես ու իմ համար ամենակարևոր ու ամենաթանկ պատվոգիրն է։ Ես տարվա երիտասարդին գործարար ճանաչվեցի, այդքան գնահատված, այդքան տարբերվող այսպես հոգեվիճակ չեմ կարողանա բառերով նկարագրել։ Իհարկե ունեմ կրկին գնահատված եւ տարվա հայուի եւ ռեստորանն է ունի իր տարբեր այսպես ստացած պատվոգրերը, լավագույն սպասարկում, լավ այսպես համեղ խոհանոց եւ այլն, բայց դա ամենակարևորներից է ինձ համար։ Ընդունված է նկատել, որ ձեր նման գործարար եւ շատ զբաղված կանանց ընտանիքները մի տեսակ կոռոզիայի են ենթարկվում, որովհետեւ իրենք քիչ ժամանակ են հատկացնում ընտանիքին, բայց ես գիտեմ, որ դուք կարողանում եք շատ լավ հավասարակշռություն ստեղծել աշխատանքի եւ ընտանիքի միջեւ։ Ինչպես եք հաջողացնում դա։ Ցանկացած մարդ, եթե կամենա ճիշտ կազմակերպել ժամային գրաֆիկը, իր գործունեության, այսպես ասած, օրը ճիշտ կազմակերպել, կհասցնի։ Ես ինքս միայն մի հարցում եմ այս պահին Թերանում, իմ հարազատների չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել, այսպես ասեմ, բայց ինչը մնում է իմ ընտանիքին, իմ գործունեությանը չեմ կարողանա երբեք ինձ ներել, երբ որ իմ բիզնես միջավայրը լինի այսպես փայլի, լինի տարբերվող մոտեցման, բայց իմ երեխաները անտեսված մնան։ Չէ, ես ինքս դա ինձ չեմ ների, ինչքան էլ ես բիզնես միջավայրը փորձում եմ տարբերվող բարի համբավով պահել, բայց ինձ համար անչափ կարևոր է նաև իմ երեխայի վաղվա օրը, բարի համբավը եւ ճիշտ դաստիարակված երեխա մեծացնելը։ Այդ իսկ պատճառով ինչ հնարավոր է ինձանից կապված ես անում եմ։ Եթե ես անգամ տան խնամք ամենօրյա ցավոք չհասցնեմ անել, բայց իմ երեխաների խնամքը, հագուստը, դպրոց ճանապարհելը, ամեն ինչը բացառապես իմ ձեռքով է արվում։ Ես պետք է իմանամ իմ երեխայի եւ հիգիենան ինչպես է, եւ հագուստը, դպրոցական են իմ տղաները, պայսակ ստուգեմ կամ գոնե եթե անգամ իսկ չհասցնեմ գերց անաբեռնված լինեմ տուն գալուն պես չգնամ տեսնելու, բայց տեսակապով ցավոք երպես կարող եմ ասել, պետք է խոսեմ տղաներիս հետ։ Քանի որ մենք մտնում ենք արդեն այնպիսի մի տարիքային շեմ, որ նրանց հետ խոսել է պետք։ Եվ պետք է խոսեմ, պետք է գոնե մի որոշակի րոպեներ, 10, 15, 20 րոպե դպրոցից, ուրախ եք եկել, ժպտացել եք, լավ եք, ինչ խնդիրներ կար, ոնց է, եւ եթե ես դա չանեմ, ես ինձ թվում է մի բան կորցրել եմ։ Եթե մարդ պետք է բիզնեսի մեջ հաջողակ լինի, ոչ ընտանիքի հաշվին, այսպես ասեմ։ Պետք է ընտանիքը լինի ամենաբարձր կետում, սերը եւ այսպես տան ջեր մթնոլորտը պետք է լինի ամենակարևորը։ Եթե չկա այդ ամենը, չի կարող տղամարդ թե կին գործարար աշխատանքի վայրում սեր եւ ջերմություն եւ տարբերվող հոգեվիճակ ապահովի։ Տան մթնոլորտը ումից է կախված, կնոջից, տղամարդուց, թե երկուսից։ Միանշանակ կնոջից, իհարկե երկուստեք պետք է լինի, բայց կինն է ընդհանրապես արևը, ջերմությունը, ամեն ինչ տվող տանը, ես այդպես եմ կարծում։ Ձեր բոլոր բիզնես որոշումները
որոնք որպես կանոն միշտ հաջողակ են լինում։ Դուք կայացնում եք ձեր ամուսնու հետ միասին, քննարկելով, մտմտալով։ Իհարկե դա այդպես է։ Անասելի երջանկություն է կնոջ համար, երբ որ իր կողակիցը իրեն գնահատում է, անչափ տարբերվող, մեծարում է, թևեր է տալի եւ անչափ շնորհակալ եմ ամուսնուս։ Գիտեք, այնքան կանայք կան, որ ինչու ոչ, կարող է եւ լավ գործարար դառնան, հա, լավ բիզնես միջավայր ստեղծեն, բայց պարփակված մնան եւ ընդամենը լավ տնային տնտեսուհի, որը որ Փառք Աստծո, մեր հայ կանայք փայլում են տնային տնտեսուհու գործի մեջ եւ ամեն առումով հասցնում են։ Մենք այդպեսին ենք, հայի տեսակը այդպեսին է, բայց ամուսինը թույլ չի տալի, պարփակված են մնում այդպես, բայց իմ ամուսինը ինձ թևեր է տալի։ Ես չեմ ձևացնի ասել, որ միգուցե չունենալով այդպիսի ամուսին, ահա, այդպիսի կողակից, ես չլինեի այն, ինչ որ այսօր կամ։ Որովհետև դա շատ կարևոր է, որ դու ունես ամուր թիկունք, ունես քեզ մեծարող, գնահատող ամուսին ու մի այլ կարգի վստահում է քեզ։ Դա երևում է ձեր աչքերի փայլից։ Հա, ես անչափ, այսպես ասեմ, այդ հարցում անչափ ես շնորհակալ եմ իրեն։ Շողշողացող կնոջ արտաքինի ետևում կանգնած է դակերտած տղամարդը եւ դա երևում է միշտ։ Իսկ բիզնեսի այս ձևը ապահովագրել է ձեզ, որ դուք քիչ հայտնվեք խոհանոցում։ Կարող եմ ասել նաև այդպես, քանի որ ամեն օր մենք համեղ պատրաստում ենք, մշտապես ամսվա մեջ մեկ անգամ գոնե նոր աղցան, նոր խորտիկ սառը պետք է մատուցվի, այդպես կամ տակուտեստ։ Այդ իսկ պատճառով այո, նաև օգնում է իմ լավ համեղ խոհարական ձեռքերով թիմը, ինչու ոչ թե հույր ունենալուց է մեզ պատվով այսպես անցկացնում այդ հյուրասիրությունը եւ ամեն առումով։ Բայց թե ես շատ եմ սիրում խոհանոց կենցաղ վարել, եթե անկեղծ, չգիտեմ, իմ տեսակը մի այլ կարգի է սիրում ընտանիք ու ջերմություն։ Մենք միշտ տեսնում ենք ձեզ անչափ գեղեցիկ, անչափ խնամված, շատ ճաշակով հագնված։ Այդ ժամանակը որտեղից եք պեղում։ Կինը պետք է պարտադիր լինի խնամված։ Շատ կարևոր է, երբ որ ընդհանրապես տեսնում ես միշտ ներկայանալի, դա մի այլ կարգի վստահություն է տալի, թե մտնում ես, ասենք, ուղղակի գնումների, ուղղակի որևէ հարցի, որևէ ինչ-որ միջավայր։ Իմ համար պետք է լինի կինը պարտադիր խնամված, ներկայանալի, կանանցի ու դա մի այլ կարգի գործի առումով, թե ամեն առումով մի այլ կարգի հաջողություն է տալի։ Կնոջ տեսակը ինչքան էլ աշխատի, ինչքան էլ ծանրաբեռնված լինի, հոգսած շատ լինի, նա պետք է լինի խնամված։ Ինձ համար դա է ամենաճիշտը։ Ազատ ժամանակ ձեզ որտեղ կարող եք տեսնել։ Ցավոք, ազատ ժամանակ շատ չի լինում, բայց եթե ազատ ժամանակ է լինում, եթե մի քանի օրերի մասին չէ խոսքը, կփորձենք շրջագայել, բայց եթե գոնե ունեմ պատուհան ժամանակ, անչափ ինձ համար կարևոր է ծնողներիս վայելել, իրենց տեսնել։ Ես առաջ որ միջև այս ծանրաբեռնված արդեն մի քանի ոլորտ այսպես ղեկավարելը, ես ծնողից ձայնը որ մեկ օր չէի լսում, ինձ թվում էր թե ինչ որ մի բան այն չէ իմ մոտ։ Իսկ հիմա այնքան եմ լարված այսպես գործունեության մեջ, արդեն բալիկների խնամք, որ կարոտն է, որ կամենամ անպայման իմ ծնողների հետ լինել։ Ես անգամ իսկ իրավիճակ է եղել, մամային ասել եմ, դու պետք է ծնունդիս ինձ որևէ նվեր չանես, մամ, հա, դե ուրեմն գնանք իրար հետ, գոնե երկորով ասենք մի հանգստյան գոտի, որպեսզի վայելեմ ծնողիս։ Այդ է ինձ համար պաշտելի են ծնողներս եւ գեթ 1 ժամ իրենց հետ ավել ժամանակ անցկացնելը առաջնային ընտանիքս ինձ հետ է ամեն օր, բայց ծնողներս շատ կարեւոր։ Հիմա խոսենք երազանքների մասին։ Ձեր դեպքում դրանք նպատակներ են եւ այնպիսի նպատակներ, որոնք անպայման պետք է իրականություն դառնան եւ մեծ հաջողությամբ պսակվեն։ Այո, կա կրկին առաջ գնալու այսպես
մղում ձգտել ավելին եւ իհարկե շատ կկամենայի որ հիմա մենք այսօրվա մեր այս հաճելի զրույցին ասեի որ արդեն գիտեք սիրելի Նաիրա մեր մեծ համալիրը արդեն հիմնադրված է արդեն կամ բացման շեմին է ցավոք ուշացավ երկրի որոշակի այսպես ասած խարադրության պատճառով այլ հարցեր առաջ եկան բայց դուք ինձ ցուցադրել եք հա էսքիզները եւ ես ապշել եմ ճիշտն ասած հիացել եմ ապշել եմ դա մի հրաշք այսպես մի համալիր է կարծես թե քաղաքի մեջ հա Լաս Վեգասի հայաստանյան ժամանցային ռեստորանային տարբերակ այո ապրեք շատ իսկապես շատ է ոգևորում այդ նախագիծը ինձ ճարտարապետական ջիղով ճաշակով դիզայներական ամեն առումով մի լավ ընկերության ենք վստահել կայացնենք այսպես վերջնական հիմնադրելուց պարտադիր կբարձրաձայնեմ որ ընկերության հետ ենք աշխատում դեռ կան փակագծեր այո կան փակագծեր որոնք այս շրջանի համար նորմալ է որ այո Եվ ես ամուսնուս հետ որ մենք գնացինք այդ էսքիզայինից հետո արդեն 3D-ն տեսնելու մեծ էկրանի վրա եւ ես հուզվել էի անկեղծ եմ ասում եմ հարություն ու սենց կամենում եմ նայել ու սենց խոսում փորձում եմ խոսել ու հետո լռում եմ ասում եմ միթե սա մեր հետ է կատարվում միթե մենք կարող ենք նման համալիր ունենալ որովհետև ստեղծել եմ այդ համալիրը բայց որ թղթին արդեն տալով կամ էկրանին ու թե ինչ է ստացվում ճիշտ է նկատեք քաղաքի մեջ քաղաք ու տարածաշրջանում չկա մեծամտանալ չէ այս խոսքերը գործով կապացուցենք տարածաշրջանում չկա նման համալիր եւ ինտերիեր դիզայնով եւ ճարտարապետական ճակատային հատվածով եւ տարածքով եւ ամեն ինչով եւ ինքս ինձ ասում եմ միթե գալու է այդ օրը եւ երբ է գալու որ ես վայելեմ ու մենք տեսնենք այդ ամենը եւ իմ քաղաքին, իմ մարզին անսովոր տարբերվող մի մեծ նվեր է լինելու։ Դա ես միշտ ասում եմ ցանկացած ներդրում։ Ես կարծում եմ այդ նվերը Հայաստանին է լինելու, որովհետեւ երբ նայել եմ այդ միթեների շարքը ինձ մոտ է առաջացել։ Ես գտնում եմ ինչ մի ներդրում կա մեր քաղաքում, դա միայն սեփականատիրոջ չի։ Ես դա միշտ ասում եմ, դա նաեւ վայելում է հանրությունը, քաղաքացին։ Եվ դա խոստանում է մի շատ չափից դուրս լուրջ ներդրում է եւ դա թեպետ եւ վստահ եմ, որ իմ արմավիրցին սպասում է, որ մենք լավն ենք ստեղծելու, բայց կասեմ սիրելիներս, որ դա բացարձակ լրիվ տարբերվող է, նման չի լինելու որևիցե մի համալիրին, իր ձեռագրով, իր ճակատային հատվածով եւ անչափ տարբերվող ու անչափ յուրօրինակ համալիր է լինելու։ Շատ կամենայի, որ արդեն ասենք, որ գրեթե բացման շեմին ենք, բայց կրկին երկիրս խաղաղ միայն դա եմ կամենում խաղաղություն ու կայունություն լինի եւ այս տարի վերջապես մեկնարկենք եւ իմ ամենամեծագույն նպատակներից մեկը կատարածվի։ Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում, թող որքան հնարավոր է շուտ կատարածվի եւ ես կարծում եմ մեր հաջորդ հանդիպումը հենց այդ շքեղ համալիրում պիտի լինի։ Ես սիրով կսպասեմ եւ այդ օրը շատ հանգիստ եւ խաղաղ եւ ուրախոք վիճակով կդիմավորեմ ձեզ։ Իսկ հիմա շնորհակալություն, որ դուք ինձ հյուրընկալեցիք այս տոնական օրը այստեղ այս գեղեցիկ, էսթետիկ, ջերմ եւ շատ լավ միջավայրում, շատ շնորհակալություն, որ դուք կաք, ձեր լինելով դուք գեղեցկացնում եք այն մարդկանց կյանքը, ում կյանքում դուք կաք։ Հիմա մենք երևի թե բարձրացնենք կոնյակի բաժակները, շնորհավորենք մարտի 8-ը։ Շնորհավոր մարտի 8։ Շնորհավոր ձեզ, ինձ եւ աշխարհի մնացած բոլոր կանանց, հայ կանանց, աղջիկներին, թող լինեն երջանիկ, ինքնաբավ, խաղաղ հոգով, կանանցի, չգիտեմ, երբ որ մարդ պետք է ընդհանրապես հոգով խաղաղ լինի։ Իսկ երբ որ հոգով խաղաղ է լինում, արդեն իր մեջ կարող է գտնել իր կամեցածը, իր ցանկությունը։ Թող ուղղակիորեն ապրենք ամենակարևորը խաղաղ երկրում եւ բոլոր կանայք եւ աղջիկները երջանիկ իրենց կան։